Մատոր Ծայրահեղ վատ վիճակում ենք։ Միտք չի ծնվում, մենք միտք արտադրող չենք, իրոք ունենք ալիքի նախադրյալներ։ Այդպես ժամանակի ընթացքում պետք է այդպես բարձրացնենք ջաննաշաջողները։ Հա, ես համաձայն եմ։ Բանի համար այս ամեն ինչը մեծ հաջողություն է։ Միջին սպեկտրում այդպես սողացող մարդիկ են։ Մենք ստիպված ենք աշխատել ֆինանսական միջոցների Այսինքն գումարը կարևոր է։ Կարևոր է իհարկե։ Եթերում Մոնք 3-ն է, Գլումով տրիպտիխ, հերթական 3 հյուրերը եւ այսօրվա մեր հաղորդումը պետք է սկսենք ըստ երևույթի Մատոր, այդպես են ասում ֆիլմ նկարելու սկզբից։ Ես սիրում եմ այդպես ասել։ Ահա։ Մի action ենք ասում։ Ու, ցած արևելյան դպրոցն է արդեն action։ Կարեն հայերենը չէ։ Իսկ հայերեն ինչպես։ Դա չէ թարգման։ Շարժի։ Բայց պատահում է որ կամանց ես ասում, ինչ որ տենց հա դրած ինչ որ բան չկա։ Չկա այդպեսի բան։ Հա, կա որ տեսարաններ կա որ կամանց ասում ես սկսեցին։ Մատորչիկ, որ չհասկանա որ սկսեցիք։ Այսօր խոսել ենք հայկական կինոյից, հայկական ֆիլմերից, ինդուստրիայից առհասարակ եւ հյուրերը տարբեր մարդիկ են, որոնք որ ունեն իրենց ուրույն, այսպես ասած, լումաները, դրամները, հազարները եւ միլիոնները ներդրած հայկական ֆիլմերի մեջ։ Կարեն լրագրող եւ կինոքննադատ։ Ամենասկզբից ասեմ, որ ես արդեն բավականին երկար ժամանակա չեմ զբաղվում մաքուր իմաստով լրագրությամբ ու կինոքննադատությամբ, դրա համար ես այդ պատասխանատվությունը իմ վրա չեմ վերցնում, ես հիմա արդեն տարիներ շարունակ զբաղվում եմ կինոփառատոնով, որը իհարկե ունի այդ կոմպոնենտը, այսինքն համադրումը, կուրացիան, ծրագրավորումը, այդ մի մասն է դրա։ Հովանեսը եւ Հրաչը զբաղվում են կամ զբաղվել են, Հրաչը հիմա ոչ այդքան ակտիվ, կինո արտադրելով, որպես պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։ Հովանեսը ունի ընկերություն, որը որ երկար տարիներ դրանով զբաղվում է եւ առհասարակ հարցը մղում եմ եւ հղում եմ երեքիդ։ Ինչ վիճակում մեր հիվանդը հայկական կինոն։ Նախ եկեք հասկանանք, առողջ է թե չէ պացիենտը։ Կարող ենք դե ինքը կենթանի ինստիտուտ է, եթե Հրաչը թույլ տա ես սկսեմ, ինքը գիտեք այս պահին դուք չգիտեք ինչը, կինոն տարածաժամանակային արվեստ է եւ այս պահին կարող է ինչ-որ մի հատ երիտասարդ նստած 9-րդ մասիվում մի հատ այնպիսի բան է անում, որ մենք դրա մասին տեղյակ չենք, վաղը կտեսնենք, ասենք սա հայկական կինոն ընդհանուր վերցրած այսօր ծայրահեղ վատ վիճակում ենք, հատկապես խաղարկային լիամետրաժ, ես միշտ խոսում եմ խաղարկային լիամետրաժ կինոյի մասին, որտեղ Կարենը կասի, որ դա ամբողջ հայկական կինոն չի կամ չգիտեմ ուրիշ մարդիկ, որտեղ մենք ունենք լավ ոչ խաղարկային կինո, անիմացիոն կինոն, հա, դոկումենտալ կինո, բայց իմ համար լոկոմոտիվը դա խաղարկային կինոն է, որտեղ հիմնական ջերմաչափը երկար մետր, որտեղ ինքն է ինդուստրիայի հիմնական ու անիմացիան էլ է հիմա շարժիչ ուժ, բայց ակնհայտորեն դա է։ Ես կասեմ, որ իմ վերաբերմունքը հիմա այն է, որ մենք մեր մոտ սարսափելի վատ վիճակում ա եղել, որովհետև մերպես փոքր երկրներում գրեթե ամեն ինչ մեծ կինոյի հետ կապված կախված է պետական կառավարումից եւ պետական կառավարումը մեր կինոյի եղել է սարսափելի վատը, բայց հիմա այստեղ դրական բան ես նշեմ, հիմա կա ոնց որ թե կինեմատոգրաֆիական համայնքի միավորման փորձեր են արվում, ամենայն դեպս օրինակ մենք ֆիլմարտադրողների ֆեդերացիայում միավորում ենք եւ մեր խնդիրները դնում ենք նախարարության առաջ Ես էլի խոսում եմ պետական կառավարման մասին, որտեղ մենք պետք է հիշենք, որ մեծ կինոն փոքր երկրներում առանց պետական աջակցության չի լինում։ Բոլոր հաջողակ ֆիլմերը, որ շատ քիչ են եղել անկախության շրջանում, դրանք բոլորը պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերն են, որտեղ կոմերցիոն դաշտը մեր մոտ այդ դաշտը համակարգված չի, մեքենասության օրենք չկա, շահագրգռություն չունեն մտնել լավ կինոյի մեջ։ Դրա համար լավ կինոն մենակ պետական աջակցությամբ է, դրա համար ես կենտրոնացած եմ։ Պացիենտը կենթանի է, բայց հիվանդ։ Այս պահին կա երկխոսության նշույլ, այո, համենայն դեպս մենք պատի հետ չենք խոսում, երբ որ ասում ենք, որ պետական կառավարման մոդելում պետք է լինեն այս փոփոխությունները։ Ես մի քիչ ինֆորմացված եմ, դրա համար եմ ասում։ Ու դա շանս է տալիս, որ մենք փոփոխությունների կհասնենք ու կունենանք լավ կինո, որովհետև արդեն 30 տարի է մեծ իմաստով մենք ինդուստրիա չունենք։ Ինչ կասի Հրաչը պացիենտի մասին։ Ինձ համար շատ բարդ է դատել
կոնկրետ մենակ մեր ոլորտի մասով, որովհետև ես հասկանում եմ, որ մենք սկսում ենք լղոզվել բոլոր ոլորտներում։ Մշակույթի մասին է միայն խոսքը։ Մշակույթի մասն է խոսքը։ Եթե հիվանդի մասին ենք խոսում եւ հիվանդի բուժման մասին, միգուցե պետք է որոշակի իսկապես վիրահատական գործողություններ անել, որպեսզի հասնել ինչ-որ արդյունքի, որովհետև ի վերջո պրոբլեմները երկու ստեյք են, ոչ միայն պետության խնդիրն է, պետության վերաբերմունքն է մեր նկատմամբ, այլ նաև ինքներս մեր վերաբերմունքը մեր մասնագիտություններին։ Մենք ունենք ինչ որ չափով սցենարական դպրոց, բայց այն թույլ է եւ թուլանում է գնալով։ Այսինքն նորերին բացահայտելու ձևը դեռ չենք էլ հայտնաբերել, այն ովքեր են այդ նորերը, որ գալու են ու տալու են լավ սցենար, իսկ կինոյի համար երևի ամենակարևորը սցենարն է եւ սցենարական դպրոցը։ Այն պատմության պատմելու այն ձևը, որը ոչ միայն լոկալ մեզ կհետաքրքրի, այլ կհետաքրքրի աշխարհին։ Մեր երկիրը անընդհատ գնում է թանկացման եւ ոլորտն էլ անընդհատ գնում է թանկացման։ Ես վերջին համեմատությունը կարող եմ անել, անցյալ տարի ունեի մեկ նկարահանման նոր Փարիզում եւ պարզվեց, որ Փարիզում մեկ օր նկարահանման համար տեխնիկա վարձակալելը ավելի էժան է, քան Երևանում այդ մեկ օրը։ Արտադրական process-ի թանկացումը, հետո դու հասկանում ես, որ մեր ռեսուրսները քիչ են, մարդիկ քիչ են, մասնագետները քիչ են, մի մասնագետ ես գտնում ու կարճում ես այդ մասնագետին։ Ու սենց լիքը խնդիրներ է, այսինքն մի դերասան ես գտնում, կարճում ես դերասանից։ Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ լավ դերասանական դպրոց եւ երիտասարդների մեջ էլ հիանալի կադրեր կան, այդ մասում կարծում եմ թե այդքան մեծ չի խնդրեմը, բայց այդ դերասաններին պետք է տալ լավ նյութ, որպեսզի իրենք լավ բան տան հանդիսատեսին։ Ես մի քիչ կարող եմ նաև այդպես սուբյեկտիվ եւ սկեպտիկ երևամ, բայց կարծում եմ, որ մեր երկրում կարևորագույն խնդիրը այն է, որ մեր մոտ միտք չի ծնվում կամ այդ միտքը շատ դժվար է ծնվում, այսինքն մենք միտք արտադրող չենք անընդհատ ու այնպես չի, որ մեր միտքը դուրս արտահանվում է, մարդիկ մեր մտքից շատ ոգևոր են, ասենք աշխարհը։ Այս իմաստով մենք շատ տենց միջին սպեկտրում տենց սողացող մարդիկ ենք։ Բայց լավ որ հասկանում ենք դուք ես ինքս իմ համար օբյեկտիվ եմ, եւ ինքս իմ համար ես տենց պարզ եմ տեսնում իրավիճակը։ Կարեն, դուք ինչ կասեք։ Ես այդքան էլ համաձայն չեմ այն առումով, որ ես տեսնում եմ, որ վերջին տարիներին մենք իրոք ունենք այսպես ալիքի նախադրյալներ, դժվար է կոչել ալիք, որովհետև ժամանակ պետք է անցնի, որովհետև այդ ալիք կոչվածը կոնցեպտուալ կամ տարբեր այդպես կարմիր գծեր է պահանջում, որպեսզի այդ ֆիլմերը իրար հետ կապվեն ու մենք հասկանանք, որ այդ ընդհանուր առմամբ կարող են կոչել ինչ որ ալիք, այդ նոր հայկական կինո կամ այդքանի չկա, դրա մասին չխոսենք, բայց այն որ կա պես ռեպրեզենտատիվության մեծ շարժ, բայց այս կարևոր է հասկանալ, որ ես խոսում եմ հիմա հերհինակային կինոյի մասին, որովհետև ընդհանուր առմամբ եթե խոսում ենք ինդուստրիայի մասին, այդ չէ լայն այդ էկո համակարգը, որ հետո կարող ենք առանձին կտորների բաժանել ենթադրենք վարձույթի, կոմերցիոն ֆիլմերի, բայց քանի որ ես ինքս էլ ինդուստրիայի մարդը չեմ ու եթե ենթադրենք վերցնում ենք փառատոնային ներկայությունը որպես ցուցիչ հերհինակային կինոյի համար, ինչպես ընդունված է վերցնել։ Անկախ հերհինակային ֆիլմերի մասին է խոսքը։ Այո, դե անկախ ասելով, բայց չի նշանակում, որ ինքը չունի պետական ֆինանսը, որտեղ ամեն դեպքում մեծամասնության դեպքում այդ նշված ֆիլմերի ինքը կա այս կամ այն չափով։ Այսինքն after-scale կինո, դրա մասին ենք խոսում։ Հա, այդտեղ կան իմ կարծիքով պես զգալի առաջընթաց, որի իհարկե մեծամասնությունը բաժին է հասնում վավերագրական կինոյի, բայց դա էլ ունի իր պատճառները, որովհետև ֆինանսավորումը, որը ի դեպ նույնպես ինչ որ եթե ես չեմ սխալվում 3 թե քանի անգամ եղել է աճ, 3 ոչ թե այդքան անգամ աճել, այլ այդքան անգամ որոշակի չափով գումարը շատացրել 3 անգամ շատացրել են։ Բայց ամեն դեպքում այդ գումարը, որի մասին խոսում ենք, ինքը չափազանցրած չեմ լինի, որ ասեմ, որ ենթադրենք եվրոպական նորմալ մի ֆիլմի բյուջե է, որը իր հերթին բաշխվում է ամեն ինչի մեջ, այսինքն
խաղարկայինի, վավերագրականի, անիմացիոնի, դեբյուտների, ոչ դեբյուտների, կարճամետրաժների, այդ ամեն ինչի համագումարը մեծ պատկերում գրեթե այդ մի մեծ ֆիլմի բյուջե է ստացվում է, որ դա բաժանվում է ինչ որ պրինցիպով, ինչ որ կվոտաներով, ինչ որ տրամաբանությամբ այդ ամենի մեջ, այսինքն եթե մենք ելակետը տեսնում ենք այդքանից, այդ մեր ունեցածից, այդ կարանք հետո քննարկենք ինչի է ունեցածը այդքան, այդ հարցի մյուս կողմն է, բայց դրան ոնց որ ի համեմատ վերջի տարիներին ակտիվությունը անհամեմատելի է, այսինքն եթե մենք խոսում ենք անկախ Հայաստանի, շրջանից, տարբեր այդպես ստագնացիոն շրջաններ, անգամ քանակական առումով ֆիլմեր կամ չկային կամ հատուկ տարիներ են եղել, որ ընդհանրապես հատուկ են էկրան բարձրացող ֆիլմեր, Հիմա մենք ունենք ենթադրենք ամենաթարմ բաներից, որ խոսենք, կարող ենք, չգիտեմ, 20 թվականից գալ կամ 18 թվականից գալ կամ 20։ Ենթադրենք այս հիմիկվա real time վիճակագրությունը, Նախորդ տարվա վերջին ամենամեծ փառատոնը, ենթադրենք Վենետիկի կինոփառատոնում կար հայկական ֆիլմ։ Այս խոսում ենք այսպես կոչված official selection-ի մասին, այսինքն դա էլ է կարևոր տարբերակել շուկան ու փառատոնը, այսինքն ֆիլմեր, որոնք անցել են այս կամ այն գեղարվեստական ֆիլտրը, տվյալ փառատոնի միջոցով։ Հիմա այս նշածներից մեկը մի քիչ ավելի այդպես մրցակցային ծրագրում է հայտնվել, այն մյուսը արտամրցույթային, բայց ամեն դեպքում ինքը կազմել է մաս այդ փառատոնի օֆիցիալ ընտրանում։ Վենետիկում եղել է հայկական ֆիլմ, հիմա տարին այդպես պտտվել է, սկսվել է Ռոտերդամի կինոփառատոն, այդ արտ կինոյի համար կարևոր փառատոն, եղել է այնտեղ հայկական ֆիլմ, ու չենք խոսում փոքրամասնական որքան մասով, բայց որ Հայաստանը նշված է որպես համարտադրող երկիր։ Ինչը շատ կարևոր է ու ոնց որ դրանով ենք առաջնորդում, այսինքն ոչ թե հայ ազգի ենթադրենք Ատոմ Էգոյանի ֆիլմով կամ այլ հենց որ Հայաստանը ինչ ինստիտուցիոնալ ներկայություն ունի այդ ֆիլմում։ Այնտեղ կան նաև արանքում ինչ-որ բաներ, որ ենթադրենք Art Doc Fest-ում կար հայկական ֆիլմ Վիտալի Մանսկու փառատոնում եւ այլն։ Հիմա ամենաթարմը դրանից հետո Բերլինի կինոփառատոնն է, որտեղ կար երկու հայկական ֆիլմ ֆորում ծրագրում, մեկը վավերագրական, մեկը խաղարկային։ Կանի կինոփառատոնում մենք Ֆրունզե Դովլաթյանից հետո այնտեղ ուղղակի մեր բախտը չբերեց, այսինքն 2020 թվականին եզակի տարիներ, որ Կանի կինոփառատոնը տեղի չունեցավ, COVID-ի պատճառով։ Բայց կար հենց official selection-ում հայկական ֆիլմ, ուղղակի Կաննը ինչ արեց, հայտարարեց այն ֆիլմերը, որոնց որ ընտրել է, որպեսզի այդ ֆիլմերը, որպեսզի այդ լեյբլը կաննի, օգնի այդ ֆիլմերին առաջ խաղալ։ Ու այդտեղ ցավոք սրտի հենց այդ տարվա մեջ կար, երբ որ Քամին հանդարտվի Նորա Մարտիրոսյանի ֆիլմը, որը նույնպես ուներ հայկական համարտադրություն։ Անիմացիայում Ավրորայի լուսաբացը պրեմիերան եղավ անիմացիայի համար ամենահեղինակավոր հարթակում, այսինքն անիմացիոն ամենահեղինակավոր կինոփառատոնում Անսի, հետո ստացավ մրցանակ, այսպես ասած, ասիական Օսկարի, ասիական մրցանակաբաշխության, էլի բազում փառատոններով պտտվեց։ Շողակաթ Վարդանյանի ֆիլմը վավերագրական կինոյի ամենահեղինակավոր փառատոնի եւ գլխավոր մրցանակը ստացավ եւ կինոքննադատների մրցանակը ստացավ FIPRES-ի, հետո էլի ճամփորդող Տրիեստ կար, որը շատ էլի այսինքն տասնյակ կինոփառատոններով պտտվեց, հետ վերադարձավ։ Ես կարծում եմ, որ այդ կարևոր է, այդ ամենը նշելը, որովհետև մենք ոնց որ բոլորս էլ ունենք պատկերացում ու ցանկություն տեսնել այն ինչը որ ուզում ենք ու բնականաբար ոնց որ բոլորիս ցանկությունն ու եռանդը դրան է միտված, բայց լինում է որ այդ արանքում մենք եթե օրինակ չարձանագրենք այս փոքր ու մեծ, դա էլ նայած ինչի հետ ենք համեմատում, ինչ որ բանի համեմատ այս ամեն ինչը մեծ հաջողություն է։ Մեր պատկերացման համեմատ կարող է եւ փոքր, ու կարող է եւ լավ է, որ մեր պատկերացումը միշտ այնպիսին է, որ այս թվարկած, որը դեռ մի մասն է, իրական կարելի է, հա։ Պացիենտը կենթանի է։ Միանշան է։ Աշխարհում անցկացվում են տասնյակ հազարավոր փառատոններ, կարելի է իրենք գտնել ինչ որ հարյուրավոր։ Չէ, տասնյակ հազարավոր պաշտոնական գրանցված փառատոններ կան, բայց կարևոր փառատոնները, որոնց որ կվալիֆիկացիան տալիս է FIAP-ը, ֆիլմարտադրողների ազգային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան 100-ից չի անցնում։ Այնտեղ կան մոտ 50 B կարգի փառատոններ եւ 15 A կարգի փառատոններ գլխավորը։ Ահա այս A կարգի փառատոններում Հայաստանը, այո, կան Վենետիկ, Բերլին, Տալին, մեծ ծանոթ երկրներից։
այս փառատոններում 15 ակարգի փառատոններում, որոնք top փառատոններն են եւ ցույց են տալիս ամբողջ կինոինդուստրիային, то есть եթե ակարգի փառատոնում դուք հայտնվել եք պաշտոնական մրցույթում, ձեզ ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ահա այս կարգի փառատոններում Հայաստանը անկախության ողջ շրջանում չի եղել մի ֆիլմ, մի դեպք, որ Հայաստանը լինի մրցույթում եւ ստանա մրցանակ։ Եվ եթե մենք գանք համեմատության դաշտ, իհարկե կարելի է գտնել ինչ որ Կարինի վերած օրինակները շատ լավն էին, շատ կարևոր էին, բայց այդտեղ չկար որևէ Հայաստանի արտադրած խաղարկային լիամետրաժ ֆիլմ։ Իսկ ես ասացի, որ լոկոմոտիվը դա է։ Այսինքն ես չեմ ասում վատաբան ենք, համեմատության համար, ասեմ լիամետրաժ ֆիլմ հաղթող չունենք։ Ներողություն, համեմատության համար Վրաստանը մեր հարևան եւ մեր արևելյան հարևաններ ունեն բազմաթիվ ֆիլմեր ակարգում ստացած մրցանակներով։ Իսկ Իրանը եւ Թուրքիան տասնյակներով ունեն ֆիլմ։ Իսկ հիմա գալիս է այսինքն մենք պետք է ռեալ խոսանք համեմատության մեջ եթե բայց մի րոպե արձագանքի եթե որտեվ այս կարևոր է հասկանալ։ Տեսեք, եթե թույլ կտաք մի հատ ճշգրտում։ Չկա A եւ B կլասի փառատոններ աշխարհում։ Այդ ես ես հավաստիացնում եմ։ Այսինքն այդ կատեգորիաների բաժանումը FIAP-ի կողմից ինքը գոյություն չունի։ Կա FIAP-ի պաշտոնական էջը ստում է, որ Չէ, FIAP-ի պաշտոնական էջը չի ստում, բայց չկա FIAP-ի պաշտոնական էջում A կլաս եւ B կլաս տարանջատում։ Բայց այդ չի հարցը։ Ենթադրենք փառատոնները 15 են FIAP-ի պաշտոնական էջում։ Հա, չէ, ինչի եմ ասում, որտեղ ժամանակին 50 թե 60-ականներից երբ FIAP-ը հիմնվել է, իրոք եղել է այդ բաժանումները փառատոնների A, B այդ դասերի։ Հետո բարձրագույն խումբ առաջին հետո հանվել է այդ կլասիֆիկացիան տարբեր պատճառներով, այսինքն այդ որոշակի տենց էլիտիստականության, որովհետև եթե կա A կլաս ու կա B կլաս, թե կա B կլաս, այդ նշանակում է, որ ինքը ոնց որ տենց երկրորդական է դառնում եւ այլն, բայց այդ ենթադրենք լավ, անունը մի կողմ դնենք։ Չէ, բայց իրականում մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ գոյություն ունի Կանի փառատոն։ Չէ, իհարկե հասկանում եմ, այդ եմ ասում։ Այսինքն այդ 10 քանի փառատոնները, որը պես խորագրված է իբրև մրցակցային փառատոններ, հետո կան ոչ մրցակցային, բայց specified, հա, այսինքն մասնագիտացված, հետո կան ոչ մրցակցային, կան վավերագրական եւ կարճ եւ այլն։ Բայց եթե այդ 44, 45, եթե չեմ սխալվում, այդ խումբն ենք վերցնում, այս իմ նշած օրինակները գրեթե բոլորը այդ 45 փառատոնների ցանկում էին ու նշված Բերլինի երկու օրինակները ամենաթարմ դրանք այդ 10 քանիսի մեջ էին Կանի կինոփառատոնը բնականաբար դրա մեջ է լիամետրաժ Չէ, տեսեք ինչի է, նայեք, ժամանակին մենք կարանք ունենանք ինչ պրետենզիա, որ ասենք այս կան այս 45 փառատոնները, որտեղ չկա հայկական ֆիլմ, Հիմա ասում ենք որ կա։ Հիմա ասում ենք կան, հիմա որ ասում ենք կան, նշածողը ոնց որ փոխում ենք նրան, որ չկան մրցույթային ծրագրում, լինում են մրցույթային ծրագրում, նշածողը կարանք դնենք, որ կան, բայց չկա հաղթանակած։ Այդտենց միշտ մենք կարանք բարձրացնենք այդ նշածողը ու հիվանդ համարենք իրականություն։ Չենք համարում, ես ասում եմ ինչի չունենք։ Ինչի չունենք, մենք պետքա սթափ գնահատենք ու հասկանանք պատճառները։ Հա, հիմա ես էլ հակադարձել եմ, բայց ժամանակին մենք այդ չունենք։ Մի հատ բարձր Ով ասեց 10 թվին իմ ֆիլմը եղել է Ռոտերդամում խաղարկային ֆիլմ մրցույթում։ Չէ, ես չեմ ասում Մոսկվայում ակարգի մրցույթ։ Ես նկատի ունեմ ֆիլմ, ես նկատի ունեմ ֆիլմերի քանակ, որոնք կարող մենք միշտ ունեցել ենք։ Եվ ո՞նց ենք միշտ ունեցել։ Դե ես բերեցի օրինակները։ Օրինակը, չէ, օրինակ բերեցիք, ոչ թե օրինակներ, իսկ ես բերեցի բազում օրինակներ։ Դուք բերեցիք փաստագրական ֆիլմերը, եւ ես բերեցի տարբեր ֆիլմեր, որի մեջ կար Կաննի խաղարկային, Բերլինի խաղարկային, Հայաստանում փոքրամասնություն եւ հայկական ինդուստրիայի կապ չունի։ Պետք չի հիմա տեսեք Կա մեջը Հայաստան, չէ, օֆիցիալ Պարզ օրինակ բերեցի Վրաստանի օրինակը, վրացի ռեժիսորը կարակ ասեք կա, բայց այդ փոքրամասնական է։ Ես չեմ ուզում ձեր հետ հակադրվել, ես ասում եմ սթափ գնահատական։ Չէ, լավ է որ հակադրվում են։ Չէ, հակադրվելու խնդիրը շատ պարզ է, արեք սթափությամբ տեսանկյունից նայեք։ Ամենասթափը հրաչ ասեց, վերենք ինչ որ բաների վրա մահացած է, բայց համեմատականության մեջ դնելը սթափության մաս չի կազմում։ Այո, համեմատականի մեջ եմ ես դնում։ Վրաստանը ունի տասնյակ ֆիլմեր, մրցույթում հաղթած։ Լավ, եկեք հասկանանք, եկեք փորձենք հասկանանք ինչի Վրաստանը ունի։ Համատուն թե ինքներս մեջ ես համեմատում եմ ձեր փառատոնի հետ, ձեր փառատոնի հետ, Ոսկե Ծիրանի պաշտոնական միջազգային մրցույթում քանի հատ հայկական ֆիլմ եք ցույց տվել 21 տարվա մեջ։ Ասեմ, ասեք։
Խճճված զուգահեռները։ Շնորհակալություն, Սա մեկ ձեզ շատ հարազատ եւ մոտիկ ֆիլմայով։ մի անգամ Ոսկեծյանը ինձ մի անգամ հրավիրել։ Պարոն Քեշյան, դուք քանի անգամ եք վերջերս հրավիրվել Ոսկեծյանը։ Դա ուրիշ հարց է Ոսկետ։ Եկեք այդ դաշտ Իսկ մի րոպե, իսկ ինչի՞ Չէ, մի րոպե ասում Ոսկեծյանը շատ կարևոր ցուցիչ է, որովհետև ինքը կարող է միջազգային փառատոնային ընթացքի ստարտ հանդիսանալ։ Բայց կարող է որակի խնդիր կա։ Կա որակի խնդիր։ Ես էլ ասում եմ, հարցը որտեղ հիմա թված որ խճճված զուգահեռներով վերջացավ եւ Զարթոնքը հայ կինոյի եւ Ոսկեծյանի մասնականությունը international competition։ Այո, ասում եմ, Ավրորայի լուսաբացը, Լուկա ֆիլմը, որը ուներ էլի փոքր մասնական հայկական արտադրություն, որը Ռոտերդամում է, չէ, այսինքն հետ են գալի հայկական կինոինդուստրիայի հետ կապ չունի, Կարեն ջան։ Ես ուզում եմ, որ մենք հայկական կինոյում սթափ, ռեալ, հասկանում ես, սովետական ֆուտբոլի պատմության մեջ Երևանի Արարատը հաղթել է մի անգամ չեմպիոնատը, երկու անգամ գավաթը այդ Թոփա։ Չէ, դե հիմա եթե համեմատենք մեր հարևան հայ ֆուտբոլիստներ խաղացել են տարբեր ես փորձեմ մի րոպե ուղղակի 1900 ուղղակի որ ամբողջական լինի, էլի, այսինքն կան այդ ֆիլմերը, ոչ թե ֆիլմը, որոնք եղել են Ոսկեծյանի մրցույթում։ Այստեղ հարցը ուրիշ է, որ հիմա օրինակ Լուկա ֆիլմը, չէ, ես բերում եմ օրինակ, որտեղ կա Հայաստանը որպես մասնակցություն, հիմա այստեղ էլ դուք ասում եք, օքեյ, բայց այդտեղ հայչի ռեժիսորը, այսինքն անընդհատ կարանք մենք բերենք այնտեղ դիվիդենդները այդ ֆիլմի ուրիշ է, այնտեղ կա ասենք Սամվել Թադևոսյանի մասնակցությունը, չէ, հայ դերասանի, որը էլի կարևոր է։ Բայց ես օրինակ շատ ուրախ եմ, որ Քվենտին Տարանտինո Սամվել Թոփալյանը կանչի նկարվելու իր ֆիլմում։ Բնականաբար այդ հիանալի բանն է, երբ որ դու որևէ տեղ ներկայացված ես անկախ հաղթանակից։ Բնականաբար այդ հիանալի է, երբ որևէ ժանրում ֆիլմը գնում է միջազգային որևէ փառատոնի, որովհետև նույնիսկ ամենափոքր կամ այսպես ասած անհայտ փառատոնը դու չգիտես այդ ֆիլմը ստեղծողների համար ինչ ճանապարհներ կարող է բացել։ Այդ միշտ կա բախտի գործոնը եւ մենք բոլորս էլ տենց սենտիմենտալ մարդիկ լինելով միշտ այդ բախտի գործոնի հետևից գնացող ենք։ Եվ շատ լավ է որ կա փոքր համարտադրությունների մեջ գոնե փոքր մասնակցություններ, դրանք հիանալի բաներ են։ Ես երբ սկսեցի խոսել, ես ավելի լայն երևի ինդուստրիալ կինոյի մասին եմ խոսել, հետո մենք տեղափոխվեցինք ավելի լուրջ դաշտ։ Նեղ դաշտ։ Չէ, ես իմ կարծիքով ավելի լուրջ դաշտ։ Էլի անդրադառնամ այդ բախտի գործոնին, որովհետև այս ֆիլմ ստեղծողներից շատերը հիմա օրինակ ես գիտեմ Օֆելիային Հարությունյան, որը տենց հիմա ամերիկյան կինոինդուստրիա է գնացել հենց մեր փառատոնների միջով անցնելով։ Այսինքն Ոսկեծիրանից մինչև ես միայն ուրախ եմ այդ կտորի համար, բայց ոնց որ թե մենք մի քիչ ուրիշ ես ուրիշ կետից սկսեցի, մենք գնացինք ուրիշ կետ։ Եվ միայն մեծագույն ուրախություն է, որ Հայաստանը կարող է փոքր կամ մեծ տառերով գրված լինել որևէ փառատոնի պաշտոնական հետո կարևորը որ այս նշված բոլոր չէ իհարկե, բայց մեծամասնությունը զգալի այդ նշված օրինակի իրանց կամ նախորդ ֆիլմերը կամ ինչ որ մի կերպ կապ եղել է Ոսկեծյանի հետ, որտեղ մենք անպայման մշտադիտարկում ենք անում, որ ոնց որ օրինակ ինչ որտեղ է սկսել իր նախորդ իր դեբյուտը, իր կարճամետրաժը եւ այլն եւ այլն։ Էդի ամեն ինչ པարզ է։ Ես մի բան էլ ասեմ, կներեք բանը Հովանեսին պաշտպանելով, որ հա, երևի մեր այդ երկար պարտությունների շղթայի մեջ մենք անպայման ուզում ենք ամեն մեկս մեր ոլորտում հաղթանակ տեսնել։ Դա անշուշտ։ Դա էլ է շատ կարևոր բան, բայց հա երևի տենց ժամանակի ընթացքում պետք է տենց բարձրացնենք ջաննաշաձողերը։ Հա, ես համաձայն եմ, ճիշտ եք ասում։ Ես իդեպ ոչ մի հակադրություն չեմ տեսնում մեր ասածների մեջ, բայց ես կարծում եմ, որ եթե մենք եկել ենք լուրջ խոսակցության, մենք պետք է ճիշտ ելքեր հուշենք որպես ինդուստրիայի մեջ եւ հասկանանք որտեղ է խնդիրը։ Այո, եւ անձնական շահեր եւ խնդիրներ չդիտարկենք, այլ դիտարկենք գլոբալ։ Ես հուսով եմ, որ մեր անձնական խնդիրները բխում են մեր բոլոր այն մշակութային, գաղափարային, ազգային խնդիրներից։ Այո, ինչ որ տարիքից սկսած միշտ այդպես է, դու հասկանում ես, որ դա մասնակցությունից էլ, մենք մեր մասնակցությունը ենթադրում է, որ մենք շփվում ենք մի մեծ թիմի հետ, բոլորս հասկանում ենք, որ մենակ ռեժիսորը
այդպես Սամսիբե Չի ռեժիսոր կարող։ տարբերակը լավ չի աշխատում։ Ուրեմն Gloof Triptych-ում իմ սիրված ռուբրիկան կա հիմար հարցեր հիմար հաղորդավարից։ Ես այստեղ լսեցի Հրաչի կարծիքը, որ մենք ունենք մեծ դեֆիցիտ գաղափարի իդեայի, մտքի, մեծ դեֆիցիտ ունենք, սցենարիստների դեֆիցիտ ունենք։ Այդ դեֆիցիտները գումարի հետ կապված են, թե ոչ։ Եվ ինչքան գումար է պետք, որ լավ ֆիլմ նկարելու։ Կա այդպիսի X գումար, որ օրինակ Կարենը, Հովանեսը, Հրաչը կարող է ասել, եթե ես ունենայի այսքան գումար, ես հաստատ կարողանայի լավ ֆիլմ նկարեի, լավ ըստ ձեզ եւ ըստ ձեր ոչ թե ճաշակի միայն, այլ նաեւ, չգիտեմ, գումար, որը որ թույլ կտա այդ ֆիլմը ունենա հաջողություն եւ գումար աշխատի, գումար, որը թույլ տա այդ ֆիլմին կանի փառատոն հաղթի եւ այլն, կա այդպիսի գումար։ Ես կարծում եմ, որ որևէ ֆիլմ կանի փառատոնում հաղթել կամ չհաղթել երբեք կախված չի իր գումար լինելուց եւ չլինելուց։ Ես հակառակ կողմից ասեմ, նկարահանման հրապարակում հատկապես նկարահանման հրապարակում ֆինանսական միջոցների տոտալ դեֆիցիտը հանգեցնում է վատ արդյունքների։ Իսկ մենք ստիպված ենք աշխատել ֆինանսական միջոցների տոտալ դեֆիցիտ։ Կարևոր է իհարկե, որովհետեւ որտեղ սկզբից ասացի կարևոր չի։ Չէ, ուզում եմ կանոնում հաղթելու համար գումարը երկրորդական է, այնտեղ կան տաղանդի խնդիրներ։ Դա եմ ասում, որ մարդ կա հեռախոսով ֆիլմ նկարել, հեռախոսով, տանը նստած, արգելված իր երկրում ռեժիսոր, նկարել է հեռախոսով ֆիլմ եւ շահել է կանի փառատոն։ Իսկ մենք ասում ենք գումար չկա։ Դե խնդիրը էլի պետքա գնալ, պետքա բաժանում անել։ Որևէ կինո դասագրքում, որևէ պրոդյուսերական այսպես ասած դասընթացում գրված չի, որ կինոն նկարելու համար պարտադիր պետքա լինի այս 60 մասնակիցը, 60 մասնագիտություններով։ Կինոյի լավագույն ճկունություններից մեկն էլ այն է, որ իսկով ասում որ գաֆերը քեզ պարտադիր է, որ դու այս կինոն նկարես, իսկով ասում որ այդ գծային պրոդյուսերները բոլորը պետքա լինեն։ Այդ դու ինքդ ես որոշում, եթե ես իմ ընկերներով կամ չգիտեմ 3 հոգով որոշում եմ այդ կինոն նկարեմ, իմ թիմը այդ 3 հոգին է, եւ եթե 2 հոգի էլ 2 դերասանի էլ խնդրում եմ որ գան անվճար նկարվեն իմ ֆիլմում, ուրեմն այդ 5 հոգով մենք անում ենք, բայց ես պետք է նախապես իմանամ, ես ինչի եմ գնում։ Ես գնում եմ 50,000 դրամով այդ ֆիլմը նկարելու եւ ես մնացած ամեն ինչը անում եմ, որպեսզի ֆիլմը կայանա, թե ես գալիս եմ կանգնում եմ ինչ-որ մի հատ փակուղու առաջ, որտեղ եւ կա գումարը եւ չկա գումարը կամ կա գումարը, որը որոշակի պրետենզիա ունի լավը լինելու, բայց մեկ էլ տեսնում ես, որ այդ գումարը չի հերիքում, չի բավարարում, որպեսզի այդ քո այսպես ասած հավակնությունները իրականանան։ Կինոն սուբյեկտիվ է իր հենց արտադրության մեջ էլ, որպես կանոն Կարենը, չգիտեմ, կարող ավելի հստակ ասի, որպես կանոն այդ ֆենոմենները, որ տեղի են ունենում, որ գրեթե անգումար ֆիլմը հասնում է որոշակի մեծ հաջողության, այդ նույն թիմը երկրորդ անգամ այդպիսի ֆիլմ չի կարողանում։ Դե արդեն գումարը վաստակում եւ այդ հաջողությունն էլ կախված է, այդպիսի ֆիլմին աջակցելը կամ դա ժեստ է, դա բոլորը հաշվի են առնում, որ այո, այս ֆիլմը ունի ինչ-որ թերություններ, բայց մենք դա անում ենք, որպեսզի քաջալերենք նույն Շոնի Անորայի ռեժիսորի առաջին ֆիլմը, ի վերջո, այդ ընկերական կոլեկտիվի շնորհիվ դեպ նաև տենց հայկական community, հայկական այո, իր բոլոր ֆիլմերում կարծես թե կան հայ դերասաններ, կամ մեկը հաստատ։ Այդ մարդկանց օգնության շնորհիվ է, հա, այսինքն New York Film School-ը այնուամենայնիվ դա Հոլիվուդ չի, դա արտադրական ինդուստրիալ կինոն չի, եւ հենց այդ էլ օրինակներից մեկն է, որ այո, երբ որ ընկերները հավաքվում են ու փորձում են օգնել որևէ բան անելու, դա ստացվում է, բայց ես շատ ուրախ կլինեմ, որ մեր երկրում իսկապես այդպես ֆենոմենալ բաներ անընդհատ տեղի ունենան ու այո, ի վերջո այո, մենք բոլորս հիմնվում ենք մեր ընկերների, մեր բարի համբավի, մեր այն մարդկանց վրա, ովքեր կարող են մեզ, չգիտեմ, անվճար մի հատ տարածք տրամադրել, որպեսզի մենք գնանք այդտեղ նկարելու, անվճար մի հատ, չգիտեմ, մեքենա տրամադրել, որ այդ մեքենան մենք մենակ հասցնենք վառելիք լցնել ու այդ գնալ այդ սա կա
Եվ դա հենց այս կինոյի մասին է։ Դե մի բան միանշանակ է, որ տենդենսը ընդհանրապես կինոյի պատմության մեջ ավելի շատ է հնարավորությունները հիմա այդ low budget կոչվածին, հա, որովհետև առաջ եթե կինո ասելով պատկերացնում են այ կինոն այդ մեծ մեքենայի արտադրանքը, չէ, ժապավենը եւ այլն, հետո այդ դիջիտալիզացիայի ու մնացած տարբեր պրոցեսների արդյունքում հիմա ավելի այդպես հասանելի դարձավ կինոն ու այդ հեռախոսով նկարահանած ֆիլմը, որը ստանում է գլխավոր մրցանակ, այդ արդեն ոնց որ ապոֆեոզն է այդ process-ի, հա, որը հասել է այդ մաքսիմալ մինիմալիստական միջոցով։ Ու նույն փառատոնները չեն նայում կրիչները կամ ասենք ոսպնյակների թանկությունը, որով նկարահանած է ֆիլմը, այլ նայում են գաղափարը։ Օրինակները այդ Tangerine-ը հրաշալի դրա օրինակ է Շոն Բեյքերի, իդեպ Շոն Բեյքերի այս վերջի ֆիլմն էլ, որ այդպես թվում է մեծ այդ Հոլիվուդի մասշտաբը 4 թե 6 միլիոն է այդ ծաղելու գաբով, հա, այսինքն ինքը ամեն դեպքում մնում է ոնց որ այդ հեղինակային ինդի անկախ կինոյի որպես հեղինակ։ Պատասխան ամենակարևոր, Հայաստանում ինչքան գումար է պետք որ լավ կինո։ Չէ, հենց այդ որ այդ գումար պետք լինելն էլ է հարաբերական, ասեք օրինակ ռումինական կինոն որպես այդպես վառ ու երևի թե ինչ որ առումով համեմատելի երկիր, հա, որ կարող ենք այդ ինչ որ զուգահեռներ տանել։ Իրանք օրինակ էլի ունենալով մեծ դեֆիցիտներ պետական ֆինանսավորման եւ մասնավոր ֆինանսավորման եւ այլն, իրանք փորձեցին իրենց գաղափարները ադապտացնել իրականությանը, հա, այսինքն նկարում էին օրինակ բնական լույսով, նկարում էին ենթադրենք այն առանցների ինչով որ դարձավ ֆիշկա նաեւ։ Այդ հետո դարձավ ֆիշկա, այսինքն իրանք հասկացան, որ այս թուղթ ու գրիչը, որ իրանք ունեն այդ ֆիլմը ստեղծելու համար, այսինքն մաքսիմալ միակ բանն է, որը որ փող չի պահանջում ու ամբողջ էներգիան ներուժը ճզմեն այդ ամենի մեջ, որից հնարավոր լինի փոքր միջոցներ։ Մեծ հաշվով իրանական կինոն էլ չնայած անհամեմատելի է ինդուստրիայի եւ այլնի առումով, բայց քանակը այնքան հսկայական է անգամ ի համեմատ այդ մեծ աջակցությունների, որ ընտեղ էլ է այդ ձևը գտնելու շատ լավ։ Այսինքն այդ փայլուն գաղափարը միևնույնն է շատ կարեւոր է։ Մեկ է, ասենք հարյուրավոր մեքենայում նկարահանած ֆիլմեր կան, չի իրանական կինոյում, որը էլի parza ինչ որ գումար է, բայց գաղափարը ադապտացրած է իր հնարավորություններին։ Օրինակ բերեմ, որ ավելի հասկանալի լինի։ Ես ունեցել եմ 2 համարտադրություն եվրոպացիների հետ։ Ռոբերտ Գետիկյանի թիմի հետ մենք արել ենք համատեղ ֆիլմ դեբյուտ ռեժիսորով, պետությունը մեզ հատկացրել է 8 միլիոն դրամ դրա համար, մնացածը, ասենք, բանը Հայաստանի մասնակցությունը պետք է լիներ 80,000 եվրոյին համարժեք, մի կերպ գտել ենք այդ 80,000 եվրոն, որպեսզի այդ համարտադրությունը կայանա, այլապես չէր կայանա, okay։ Հիմա դրանից հետո ես ունեմ բելգիացի, ֆրանսիացի, Ալզաս նահանգի առանձին աջակցությունները ֆինանսական եւ այդ աջակցությունների թիվը ինչքան է, բարենայք օրինակ, ըստ ձեզ։ Այդ 2014 թվական, 15 թվականում 1,200,000։ Այդ ամբողջ եվրոպական բյուջեն 1,200,000, բայց հիմա հետաքրքիր բան ասեմ ձեզ, այդ 1,200,000-ից ընդամենը 100,000 եվրոն էր, որ կարելի էր ծախսել Հայաստանում, բայց ֆիլմը ամբողջությամբ Հայաստանում էր, նույնիսկ այնտեղ չկար ֆրանսիացի կերպար կամ բելգիացի կերպար, նկարահանում չկար այնտեղ, նկարահանում չկար դրսում, ամբողջ պետք էր այդ գումարը ծախսել։ Դե հիմա պատկերացնում եք, այո, եւ մենք այդպես բանը պրոդյուսերական որոշումը հետեւյալն էր, որ պետքա այդ բոլոր ծանր գործերը, որը հնարավոր ու պարզվում էր, որ ասենք, չգիտեմ, բանը post production-ը, եթե մեր մոտ դա կարող էր արժենալ, ասենք, չգիտեմ, 15 միլիոն դրամ, իրենց մոտ դա արժեր 500,000 եվրո։ Ու այդ այնքան անհամեմատելի բաներ են։ Հա, բայց մեր համար դա շատ մեծ լավ հնարավորություն էր։ Նախ ունենալ ֆրանսիացի մասնագետ, ունենալ բելգիացի մասնագետ, post production տեղափոխել Եվրոպա, այդ անել լրիվ ուրիշ համակարգում, լրիվ ուրիշ թեորիապես ունենալ այդ շուկան հետո այդ շատ հարաբերական բան է։ Հիմա չգիտեմ, օքեյ, ես շատ ուրախ կլինեմ, որ ունենամ որոշակի գումար, որպեսզի կարողանամ
ոչ թե ես որպես ռեժիսոր նկարել ֆիլմ, այլ հիմա օրինակ իմ իդեաները գնում են դեպի դեբյուտային ֆիլմերին աջակցությունները, դեպի նոր ռեժիսորների բացահայտումը, նոր սցենարիստների գտնելը եւ այլն եւ այլն։ Այստեղ ընդհանրապես կապ չունի, եթե ես ունենամ 50 միլիոն դրամ, ես կփորձեմ այդ 50 միլիոն դրամի հետքերով գտնել են համարտադրությունները կամ այն մարդկանց ովքեր կարտադրեն, օքեյ, թող եւս մի 50 միլիոն դրամ հավաքվի, մենք փորձենք ստանալ։ Գիտեք, նեղ բյուջեն ու արգելքները կինոյում, կինոյի ամբողջ պատմության մեջ եղել են կինոյի շարժիչ ամենահիմնական ուժը։ Գոդարը հայտնի խոսք ունի, ասում է, եթե դու ունես 100,000 ֆրանկ, նկարի ֆիլմ 100,000 ֆրանկով, եթե ունես մի ֆրանկ, նկարի ֆիլմ մի ֆրանկով։ Բայց դու պիտի իմանաս ինչ ունես։ Բայց խնդիրը ինստիտուցիոնալ լուծումների մասին է։ Խնդիրը այն մասին է, որ եթե մենք այս վիճակից ուզում ենք դուրս գանք, մենք պետք է առաջարկենք ինստիտուցիոնալ լուծումներ, որովհետև ինդուստրիան մասնավոր դեպքերից կախված չի, մասնավոր դեպքերը ընդհանրապես այս կամ այն ուղումներն են բերում։ Ես երեք էի նայում Լյուքսեմբուրգի ֆիլմ ֆոնդը մի տարվա համար ունի բյուջե 38 միլիոն եվրո։ Դե Լյուքսեմբուրգը ունի 650 բնակիչ։ Ու Լյուքսեմբուրգի բյուջե ասում, հա, քաղաք-պետություն չէ։ Հայաստանը իր ամբողջ անկախության շրջանում ավելի քիչ գումար է տվել կինոյի, քան Լյուքսեմբուրգը։ Դրա համար մեր Լյուքսեմբուրգի հետ աշխատելը մեզ բերելու է անսահմանափակ հնարավորություններ, որովհետև այդ շուկայի հետ դու աշխատում ես, իրանք շուկա են մտցնում նաև։ Այո, Լյուքսեմբուրգի շուկա։ Եթե հետ են գալիս մեր հայկական ֆիլմերին, այստեղ ինստիտուցիոնալ լուծումը որն է, հայկական ֆիլմ արտադրելը, հայկական ֆիլմ ցուցադրելը եւ հայկական ֆիլմ նայելը պետքա դառնա շահավետ։ Եվ պետքա դառնա մշակույթ նախ։ Մենք մշակույթը կինոն նենց բան է, որ ինքը երկակի է, ինքը արվեստ է եւ ինքը ինդուստրիա է, ու մենք պետքա հասկանանք ինչով կարող է դառնալ շահավետ։ Դե հիմա նայեք, որ ասում եք ինդուստրիա, ես միանգամից ասում եմ, ես շատ հաճույքով, մեծ հաճույքով կգնայի խանութ եւ կգնայի, արդեն սրա մասին խոսել եմ, հայկական կոշիկ, հայկական ջինս, բայց եթե դու ունես օրինակ իտալական ջինս, ամերիկյան ջինս եւ հայկական ջինս եւ համեմատ ինդուստրիա է դա, չէ՞։ Համեմատում ես, հասկանում ես, որ իտալականը ավելի լավն է, քան հայկականը։ Եթե ջինս ես։ Եթե ջինսի մասին ես խոսում, որ հայկականը ավելի լավն է։ Ահա, թե է։ Չգիտեմ, հիմա ոնց տյանենք որ հայկական ֆիլմը ինքան լավ լինի։ Պարզ բան եմ ասում, որը էլի գնում է կառավարման մոդելին, էլի, որովհետև ես որպես արտադրող, ես ռեժիսոր եմ, բայց ստիպված պրոդյուսեր եմ, ստիպված արտադրող եմ, որին ֆիլմերը արտադրեմ։ Նայեք, օրինակ պետությունը գումար չունի, որպեսզի տա կինոյին, բայց կարող է շատ պարզ բան անի, օրինակ հայկական ազգային ֆիլմերը, national film ստատուսը, որը կապ չունի բովանդակության հետ, թե արտադրողները հայ են, եթե այդ է national film-ը, կամ գոնե պետական աջակցություն ստացած ֆիլմերին, պետությունը ազատում է ավելացած արժեքի հարկից։ Հա, դու էլի ավելացած արժեքի հարկը մուծում ես, բայց հետո եթե ինքը ստանում է ազգային ֆիլմի ստատուս, վերադառնում է։ Պետությունը վերադարձնում է, քեզ դու գումար ես ունենում, որ մտցնես ֆիլմը շուկա։ Դա պետությանը մեծ կորուստ չի տալի, բայց դա ցույց է տալիս պետական պետության շահը, որ ես աջակցում եմ իմ կինոյին։ Այս նույն բանը ինքը անում է կինոթատրոնների համար, ասում է դուք շահույթ հետապնդող կազմակերպություն եք, եթե դուք ցույց եք տալիս national film, ես ձեզ ազատում եմ ավելացած արժեքի հարկ։ Դառնում է եւ նկարելը եւ ցուցադրելը շահավետ եւ ձեր կողմից նայելը նույնպես դառնում է շահավետ, որտեղ հայկական կինոյի տոմսը դառնում է 500 կամ 1000 դրամ էժան։ Եթե դուք գնում եք ջինս առնելու ու տեսնում եք, որ հայկական ջինսը այնքան էլ վատը չի եւ համել 10000 դրամ էժան, կարող է ձեր մոտ շատ դուք բացի պարզ կոմերցիայից, դա նաև պետության խոսքն է, որ ես մտահոգված եմ ժողովրդին կինոն առաջ տանելու։ Всё, հասկացա ձեր միտքը։ Ես Հրաչին ուզում եմ շատ ինտիմ հարց տալ, որ քանի որ գիտեմ ոչ Կարենը, ոչ Հովհաննեսը տեսահոլովակներ չեք նկարել, չէ։ Չէ։ Տեսահոլովակ կամ գովաստ նկարել եք ավելի մեծ բյուջեով, քան ֆիլմ։ Չէ, այտենց իմ կյանքում չի եղել, բայց ես կար մի բան, տարեթիվ, որտեղ մենք այդ, որ ասում ենք, մեր ողջ մարդկային ռեսուրսը, մեր ընկերական ներուժը փորձում էինք կենտրոնացնել մի վախեցիրը նկարահանելու վրա, հետո հենց այդ նույն տարի դուրս եկավ մի տեսահոլովակ, որ ուրիշ ռեժիսորով եւ ուրիշ բյուջետեր համեմատել են։ Այդ բյուջեն մեր ֆիլմի բյուջեից մեծ էր։ Հայկական, բայց տեսահոլովակ։
Նույն թեմայով։ Լավ, եկեք անդրադառնանք շատ ավելի իհարկե շատ տենց թիմի համար շատ տենց դեմոտիվացիոն իհարկե։ Բայց դե հա, օքեյ։ Դա փաստ է անցավ։ Անցավ գնաց։ Գումարները մոտավորապես հասկացանք, իդեան հասկացանք։ Մասնագետներ, այդքան որ ասում ենք երիտասարդ ռեժիսոր, երիտասարդ սցենարիստ, երիտասարդ պրոդյուսեր, երիտասարդ դերասան, մարդիկ, որ ռեժիսոր, երիտասարդ լուսի մասնագետ, ձայնի մասնագետ, այն ամեն այդ ինդուստրիայի մի մասն է։ Ինչ խնդիր եւ ինչ դեֆիցիտ ունենք այսօր։ Սովորում են, չեն սովորում, սովորացրածը լավ է, լավ չի, ինչպես դա պետք է անեն, պետության խնդիր է դա, թե պետք է մասնավոր դպրոցներ լինեն, որտեղ որ այդ ամեն ինչը պետք է սովորեցնեն։ Ինչն է խնդիրը, ինչու՞մն է խնդիրը։ Ինչի՞ չունենք սցենարիստներ, ռեժիսորներ։ Ես չեմ ասում չունենք։ Մենք ունենք հիմա օրինակ ես վերջերս կարդացի, ասենք Սյունե Սևադայի նոր գիրքը, ու ես հասկանում եմ, որ դա լրիվ կինոյի նյութ է։ Շատ սիրուն վերնագրով վախենում եմ հիմա սխալվել, որովհետև այդ առաջի պահին շատ տպավորվեց։ Արիության մեդալ։ Արիության մետաղը։ Արիության մետաղ։ Շատ սիրուն։ Արիության մետաղ։ Արիության մետաղ պատմում է 44 օրյա պատերազմից հետո տղայի մասին, ինքը հանգիստ կարող է գնալ այդ կինո, ինքը կարող է դառնալ լավ կինո, ինքը ունի այն բոլոր կոմպոնենտները, որ ինքը դառնան նաև Սյունե Սևադան սցենարիստ չի, չէ։ Դուք տեսաք չի գրականություն։ Ահա, գրականություն կա։ Գրականությունը տենց հստակ ուղիղ համեմատական կապված է հենց սցենարի հետ։ Օրինակ իմ համար, ասենք վերջի եթե օրինակներից ասեմ, հիմա մենք պատրաստում ենք նոր էլի դեբյուտ երիտասարդ ռեժիսորը մեր ընկերությունը HK Productions-ը փորձում է անել էլի տենց հետաքրքիր սցենար է, բայց մեր թեմաները նորից էլի անդադ պատտվում են լոկալ բաների շուրջը։ Այսինքն ես ինչքան կարդում եմ, ինչքան էլ հավանում այդ սցենարը, ես հասկանում եմ, որ սա այնուամենայնիվ ավելի շատ դուր է գալու լոկալ հանդիսատեսին, քան ես կարողանալու եմ դա հանել։ Այսինքն ռումինացու վրա դա չի ազդի։ Միգուցե ազդի, բայց այս այն ազդեցությունը չի, որի մասին մենք խոսում ենք, չգիտեմ, այս գոդարը չի, այս բանը չի։ Այսինքն դեպի այդ կողմ գնացող մենք հələ, չգիտեմ, կարող է ես սուբյեկտիվ եմ, կարող է ես վատ։ Ես շատ եմ կարդում սցենարներ, ինձ այտենց անընդհատ իմ մեյլին գալիս են սցենարներ, անընդհատ ինչ որ մարդկանց հետ հանդիպում եմ, երիտասարդ սցենարիստների հետ, բայց ի վերջո հələ չկա այն բանը սցենարը, որ ես։ Դա հիմա դրա խնդիրը ո՞րն է։ Ուսում, մշակույթ։ Ես չեմ կարծում, որ լոկալ պատմություններից պետք է վախենալ, ճիշտ է, համաձայն, բայց չկա ավելի լոկալ կինեմատոգրաֆ, քան պարսկական կինեմատոգրաֆ։ Խնդիրը լոկալ պատմությունը, գլոբալ պատմությունն է։ Պարսկական կինեմատոգրաֆը ցույց է տալի բարձրացնում է համամարտկային խնդիրներ։ Ապրեք, լոկալ թեմաները մենակ քեզնից հենց լոկալ թեմաները ուզում է աշխարհը։ Դու քո իդենտիֆիկացիայի, դու քո աուտենտիզմը պետքա պահպանես, բայց պատմես։ Կարելի է այստեղ մի հատ բան ասեմ, որը երևի մենք մեր ողջ զրույցի ընթացքում բաց ենք թողել, կարծում եմ կհամաձայնեք սերիալ, մինիսերիալ, սթրիմինգ ընկերություններ, հայկական, այսինքն սթրիմինգի մուտքը, չգիտեմ, կարճ սերիալների արտադրությունը, որը եկել է լրացնելու այդ բանը storytelling-ի մի հատ մասը, հա, այսինքն այն ինչ եւ աշխարհը գրաված մասը է լոկալի մասին։ Եթե ես նկարում եմ, չգիտեմ, պատվի համար ադապտացիա Շիրվանզադե, մեր օրեր եւ այլն, այս միևնույնն է ես անում եմ լոկալի համար։ Ինդուստրիան էլ է դրանից կախված։ Դա մեծ օգուտ է բերելու ինդուստրիային կամ սթրիմինգ բանը, հա, ինդուստրիա է, որտեղ լոկալ պատմությունները եւ լոկալ պատմելու ձևը բավարար են։ Այսինքն, այստեղ ուրիշ հարց է, ինչ անել, որպեսզի այդ բանը, այդ լոկալ սերիալներն էլ դառնան։ Հիմա բան չի, ամերիկյան լոկալ սերիալները կամ կորեական լոկալ սերիալները դառնում համամարտկային եւ համաշխարհային։ Ոնց է դա։ Ամերիկյան սերիալներում ամբողջովին ներգրաված են այն սցենարիստները, որոնք մեջորներից գնացել են ինչ որ բաների, այսինքն մենք ինդուստրիա պետքա sense տենց ունենանք, հետո իրանք
իրանց նեղ համարեն մեծ կինոն ու գնան սերիալների մեջ։ Մենք չենք կարող սերիալների այսօրվա ստաֆը բարձրացնեն կինոյի մակարդակին, այդ հակառակ process-ը պետքա լինի, բայց միանշանակորեն եւ հիմա համաշխարհային տենդենսն է այդպեսին, Կարենն էլ կարծում եմ կհաստատի այդ բոլոր խոշոր ինդուստրիալ կառույցները, հարթակները, որոնք որ առաջ աջակցում էին խաղարկային կինոյին, ոչ խաղարկային կինոյին, այսօր բյուջեներն են անհամեմատելի։ Սերիալների հոլիվուդյան ամենամեծ բյուջեները անգամ չեն կարողանում կանգնել սերիալների բյուջեի հարևանությամբ։ Ну, մի քանի հոգի չհաշված։ Եվ հետո այդ շատ կարևոր բան է, մեր ասած այդ երկրորդ մասնագետների համարել, դեբյուտանտների համարել, իրանք կարողանում են։ Հիմա այդ սցենարիստների, ռեժիսորների խնդիրը որտեղ է, ինչ է դա։ Ես փորձ ունեցել եմ դպրոց։ Դե այդ տևել է 2 տարի ու ես շատ գոհ եմ եղել արդյունքներից, շատ դժգոհ եմ եղել իմ համար, որովհետև ես այդ 2 տարին ոչ մի բան չէի կարողանում անել իմ անձնական կարիերայի տեսանկյունից, բայց այդ երեխեքի զարգացման process-ը այնքան հետաքրքիր էր, որ իրանք ձեզ այնքան բան էին տալիս, իրանց կինո նկարեցին այդ երեխաները։ Ցավոք սրտի ընդհատվեց այդ ընկավ փոփոխությունների վրա, կար պայմանավորվածություն, որ կաջակցեն այդ գոնե 2 ֆիլմ կֆինանսավորի, չֆինանսավորվեց, բայց հիմա իրանք արտադրում են իրանց ֆիլմերը, այն որ այն ժամանակ զարգացնում են կան։ Է պետքա լինի հատուկ ուշադրություն նոր կինո մտնողների համար։ Ես դեբյուտներին աջակցելու ենթադրում եմ, որ ուսանողական եւ դեբյուտային կինոն ամբողջովին պետքա աջակցությունը լինի պետության, որովհետեւ դա վաղվա օրն է։ Ես կողմ չեմ նրան, որ ամբողջ հույսը դնենք երիտասարդների վրա, որովհետեւ ի վերջո ինչպիսի դպրոց էլ ուզում եք անցնել, դուք ռեժիսոր դառնում եք նկարահանման հրապարակում, ցանկալի է ոչ ձեր, ցանկալի է որ Հրաչ Կեշիշյանի նկարահանման հրապարակ գնաք, այնտեղ լինեք ասիստենտ, այդ շատ ոնց որ ռազմական գործի մեջ դու չես կարող ծնվես ու լինես Բոնապարտ, չես կարող ծնվես ու լինես գեներալ, այնտեղ պետք է լինես լեյտենանտ, կապիտան, մայոր։ Հայաստանում լինում են։ Նույն դե հենց այդ է ոչ հենց այդ է որ մեխանիզմը հիվանդ մեխանիզմը այդտեղից է որ չկա այդ համակարգը ինդուստրիան չկա որտեղ դու պետքա լինես ասիստենտ պետք է լինի կամած պետք է բարձր տեսնես դա ինչ է հետո պետքա որոշակի կյանքի փորձ ունենաս որտեղ հազվագյուտ են դեպքերը երբ որ Օրսոն Ուելսի նման 26 տարեկանում անում ես գրաժդանին քեին հետո ամբողջ կյանքդ էլ չես կարողանում վերադառնաս դրան շատ քիչ են դեպքեր որպես կանոն երիտասարդ ռեժիսորը իմ համար դա 40 տարեկան մարդն է որ այնքան կենսափորձ ունի նաև արդեն տիրապետում է ինչ որ գործիքների կինեմատոգրաֆիական կարողանում է պատմություն պատմել իհարկե կան այնտեղ տաղանդներ վունդերկինդներ բայց որպես կանոն այդպեսին է դրա համար այո պետությունը պետք է հատուկ հոգացություն դարձնի դեբյուտային կինոին եւ ուսանողական կինոին եւ այդտեղ պետք չեն մեծ միջոցներ այդտեղ պետք են ուղղակի հմուտ մասնագետներ, որովհետև երբ որ ես նայում եմ ովքեր են դասավանդում, փառք ու պատիվ իրանց, բայց պրակտիկ ռեժիսորներին պետք է ինչ-որ մի կերպ ներքաշեն այդ դասավանդման process-ը։ Ես չգիտեմ, բարձա որ Հրաչը դասավանդել է, բարձա որ շատ մեր ընկերները ու դասավանդում է, բայց հիմա եթե խոսենք, ես Ամանչելով եմ ասում եւ նեղված, ինչքան աշխատավարձ են ստանում դասավանդողները։ Հա, այդ ես կարծում եմ Հրաչը ոչ միայն դասավանդել է, Հրաչը օրինակ հիմա ինձ տվել է մի հատ մասնագետ իմ աղջիկը եղել է իր կուրսից, ով որ ամբողջ իր ուսանողը, հիմա իմ ամբողջ պրոդյուսինգը անում է իմ աղջիկը։ Չէ, դե հիմա բայց հիմա այդ դասավանդողին այդ աշխատավարձը երբ որ ասենք պետական աջակցություն մենակ դեբյուտանտներին չպետք է տան, պետք է նաև մասնագետներին տան, որ այս են հարցն է, որ այս ոչ միայն ասենք մեր ինստիտուտի ամբողջ իհարկե բոլոր դասախոսները սա մեր երկրի մեծագույն կրթական համակարգի մեծագույն խնդիրն է, մեծագույն ամոթն է։ Բնականաբար պետք չի ասել թվեր, բայց ես կամ իմ ընկերները, ովքեր պրակտիկ մարդիկ են ու դասավանդում են թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, բնականաբար մենք դա անում ենք, որովհետեւ դա մենք ուզում ենք անել եւ դա կարևոր է, որովհետեւ դու փորձում ես քո պրակտիկ գիտելիքները փոխանցել նոր երեխեքին, նոր սերնդին, բայց այնտեղ կան շատ լուրջ մասնագետներ, ովքեր առավոտից երեկո այդ համալսարանում են, այդ ինստիտուտում են։ Ես տանում են այդ անհասկանալի փոքր աշխատավարձներ ու երբեմն դու սենց ուշադիր նայում ես, ասում ես, լավ, դու ոնց եք ապրում։ Ուսուցիչը, վարպետը, ումից դու սովորում ես, այդ շատ չափազանց կարևոր բան է։ Իհարկե։ Մեծամասամբ իհարկե որպես երևույթ համաձայն եմ, բայց նաև եկեք մի ուրիշ հարցում էլ անկեղծ լինենք, որ եթե օրինակ հիմա
3 անգամ ասենք թե բարձրացվի այդ աշխատավարձը, չէ։ Միևնույն է մեծամասնություն դեպքերում այդ մարդիկ իրանց որպես հիմնական ֆինանսական մոտիվացիա չեն դիտարկում այդ աշխատանքը, այսինքն իրանք դա ֆինանսից ելնելով չեն անում, ու ես վստահ չեմ, որ այդ մարդկանց աշխատավարձը դե բոլորի մասին չի խոսքը, բայց ընդհանուր ֆոնը ու պատմական նաև կտրվածքով կարծում եմ նենց հա, որ այդ աշխատավարձների զգալի բարձրացումը զգալի արդյունավետություն չէր տալու կրթությանը։ Այս պահին այո, քո ասածը այսինքն եթե մարդկային ռեսուրսների նաև փորձագիտության այդ դեֆիցիտը չէր լրացվելու ավելի բարձր։ Բայց երբ որ դառնա երկրի համար կարևորագույն համակարգ, կարևորագույն այսպես ասած դոկտրին, որ պետքա ուսուցիչը կրթական, չգիտեմ, համակարգը լինի ուրիշ տեսակ։ Դե այստեղ հիմա ես ներգրաված չեմ այդ կրթական հաստատություններում, բայց կողքից հետևելով կարծում եմ, որ հիմա կա ինչ որ ոնց որ միտումներ, հա, այդ ինստիտուտում ավելի ինչ որ մոդեռնիզացնելու, հա։ Բայց միևնույն ժամանակ այնքան տասնյակ սերունդներ են նու չասեմ կորել, բայց զոհը դրա դարձել այդտեղ է ոնց որ մեծ հանցագործությունը, հա, այսինքն ինչքան սերունդներ են եղել, որոնք հասել են վերջին կուրս պրակտիկ որևէ հրապարակ չմտած կամ կամերա չղեկավարած կամ ինչքան կինո դասավանդվե, որը վերջանում էր 70-ականներով, իսկ արդեն լեզուն մոտեց, պարզավոր այդ ազերը հիմնական բաները շատ կարևոր է, բայց այսինքն միշտ ոնց որ մի քանի քայլ հետ ենք եղել կրթական իմաստով, ակտուալ են օրակարգից, որը մեր բոլորի լավ ընկերը, կինոօպերատոր Մակոն Մալխասյան, որը իր կյանքի 2 տարին ուղղակի նվիրել էր ամերիկյան կրթություն ստանալուն, ոչինչ չէր անում, միայն գնում էր դասի ու հետ էր գալիս։ Ոչ միայն կյանքի, այլ ֆինանսներն էր։ Այո, բայց հիմա Մակոն Մալխասյան եկել է իր այդ բանով, այդ իր այտենց թանկ համալսարանի կոնսպեկտներով, եկել է ասում է ես ուզում եմ սովորեցնել։ Պարզվում է կինոյի արտադրության մեջ նոր մասնագիտություններ են հայտնվել, որի մասին մենք տեղյակ չենք։ Պարզա մեր ինստիտուտի դասախոսներից շատերն էլ չգիտեն այդ նոր մասնագիտությունների մասին, այդ չգիտեն այդ բանը, այդ նույն սցենարական գործը ոնց պիտի դասավանդեն, ոնց պիտի անեն, որպեսզի մենք ունենանք լավ սցենարիստներ։ Լավ, ռեժիսորը սուբյեկտիվ մասնագիտություն է, ռեժիսորը կապված է ճաշակի հետ, ռեժիսորը կապված է այն ինչ դու կտեսնես եւ այլն եւ այլն։ Այդ մասը թողեցինք մի կողմ։ Այսինքն գործունեություն արվեստ եւ արհեստ։ Այդ ռեժիսորն էլ պիտի իմանա ոնց համակարգի իր կյանքը, ոնց իր ցանկությունները, այսպես ասած, կրթական համակարգի մասին ես էլ ոնց որ Կարեն ասում, ես էլ կապ չունեմ իրանց հետ, բայց ես ասացի, որ Հրաչը մեծ բանադատվել իմ աղջկան, բայց երբ որ ինքը դուրս եկավ դուրս ու մասնակցեց առաջի տրեյնինգների, իսկապես ասում էր, որ Հրաչը մի կողմ, որը ուղղակի պրակտիկա, 5 տարում ես չեմ ստացել ինստիտուտում են, ինչ որ ստեղ տալիս են մի շաբաթվա մեջ։ Այսինքն կրթական համակարգի էդ էլ է, իմիջիայլոց էդ էլ է խնդիր, օրինակ ես ոչ մի անգամ այդ ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Ես ոչ մի անգամ այդ ինստիտուտի կողմից չեմ հրավիրվել որևէ ֆիլմ ցույց տալու կամ ուսանողների հետ հանդիպելու։ Իմ մոտ էլ չի առաջացել այդ ցանկությունը։ Դա նշանակում որ համակարգը չի աշխատում։ Ես ընդհանուր ինստիտուտի անունից խոսեմ, որպեսզի բանը նաև այսպես ասած իմ կոլեգիալությունը պահպանեմ, բավականին աշխուժ է, որովհետև իսկապես միգուցե բանն է այդ իրանց կողմից նաև պետք է ռեժիսորներին եւ մասնագետներին էլ երբեմն հրավիրել որ տրեյնինգներ, բայց նաև դրսի հետ շատ մեծ կապեր կան։ Այսինքն այս վերջին տարիներին ինչ որ տենց աշխուժություն կա հաստատ։ Ես գիտեմ որ Սակուրովին պիտի հրավիրեն, հետո ինչ որ խնդիրներ առաջացավ։ Կուրս պետք է ունենար։ Կուրս պետք է բացի, այսինքն կա այդպիսի շատ։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ պիտի լինի, որովհետև գլխավոր ուսումնական հաստատություն։ Դե նայեք, Պարզա որ այստեղ չի կարելի վերջակետ դնել, այստեղ դնենք բազմակետ եւ հարցերը շատ ավելի շատ են քան պատասխանները եւ ժամանակն է ցավոք սրտի։ Քիչ ուղակի խնդիրը նրանում է, որ մենք ասում ենք որ կա այս վերքը ունենք, պետք է բուժելու միջոցներ կան, եկեք հասկանանք ինչպես բուժել։ Ինչ է կատարվում այսօր հայկական կինոթատրոններում եւ ինչ են հրամցնում մեզ հայկական կինոարտադրողները։
այդ բոլոր ֆիլմերը կարելի է նայել, չի կարելի, դուք նայում եք, չեք նայում, խորհուրդ եք տալի երեխաներին գնան, դիտեն, թե չէ, ինչի է այսպիսի որակ, ինչի է այսպիսի մակարդակ, երբ կարող է դա փոխվել, կփոխվի արդյոք։ Հա, այդ թույլ տակ վերջին ես եմ շփվել վարչույթի հետ եւ կարող եմ ասեմ, որ շատ ծանր էր իմ մոտ ազդեցությունները վարչույթից, որպես կանոն մենք միշտ ես իմ ֆիլմերը տվել եմ որևէ մեջորի, որը որ Հայաստանի մակարդակով մեջոր, որը որ դիստրիբյուցիա է անում ֆիլմերի, եւ այս անգամ էլ տվեցի, բայց աղջիկս, որը ավելի ուշիմական ես, հետևում էր։ Ուղղակի հետևեցինք վաճառքների տենդենսին ու կարող եմ ասեմ, որ վարչույթը բավական վայրի է, չնայած կինոթատրոնների հետ ես անձնական հանդիպումներ ունեցա, որովհետև հակված եմ արդեն իմ մյուս ֆիլմերը ինքնուրույն անեմ դիստրիբյուցիան, որովհետև ես շատ լավ պատկերացնում եմ դիստրիբյուցիոն փաթեթը եւ հիմա հայ հասարակությունը գնում է կինոթատրոններ, այսինքն կա աշխատող մեխանիզմ եւ կինոթատրոնների տնօրենների, մենեջերների հետ հանդիպումներ ունեցա ու շատ դրական տպավորություն թողեցին իմ վրա, իրանք էլ են պատրաստ, որ հայ արտադրողի հետ հայ կինոթատրոնները աշխատեն, որովհետև ի վերջո մեր իրանց վաճառքի էլ մեծ մասը առաջանում է հայկական ֆիլմերից։ Ստեղ շատ մեծ գործ կա անելու լավ արտադրողների եւ կինոթատրոնների, որ մենք ինչ որ կանոններ ձևավորենք եւ ելի ասեցի պետական աջակցության, որ հայկական բարձրակարգ ֆիլմերի համար տրվեն արտոնյալ պայմաններ, ինչ կանել, որ կինոթատրոնը որոշելու բարձրակարգ ֆիլմա դա թե ցածրակարգ։ Ես ասացի, եթե նախ պետական ֆինանսավորման համակարգը պետք է դառնա իդեալական, հիմա նոր կանոնակարգ կա, դա պետք է մշակվի, եւ պետությունը պետք է աջակցի քիչ ֆիլմերի, բայց բարձրորակ ֆիլմերի։ Ձեր ֆիլմերը դնենք մի կողմ, այն ֆիլմերը, որոնք որ այսօր արտադրվում են եւ ցուցադրվում են, դա սովորաբար կոմերցիայի մասին եմ խոսքը, կոմերցիոն հայկական ֆիլմերի, կոմեդիաների։ Հիմա նույն կինոթատրոնները, ես չեմ ուզում գաղտնիքներ բացեմ, բայց ասում են բերում են ցույց տալու ֆիլմեր, որ մենք նայում ենք, ամանչում ենք, որովհետեւ ինքը տեխնիկապես չի կարելի ցույց տալ, այսինքն այնտեղ կա խշշոց, այնտեղ կա նիֆոկուս, այնտեղ կա չգիտեմ ինչ, բայց իրանք դրա ցույց են տալիս եւ հանդիսատեսը գալիս է նայում է։ Եվ դա վատ է, որտեւ եթե հանդիսատեսը սովորում է ցածրակարգ կինո նայել գոնե տեխնիկական, ես չեմ խոսում բովանդակության մասին։ Հետո երբ որ Հրաչը Քեշիշյան տանում է իր ֆիլմը արդեն արած դրսում post production-ով եւ մաքուր ձայնով ու մաքուր պատկերով, ասում են, ինչ կինո է, սրա մեջ ոչ խշշոց կար, ոչ բան կար, սա մաքրած կինո է։ Դե ես ուտրիրую, ես չափազանցնում եմ, բայց ես կարծում եմ, որ պրակատի հետ պետք է աշխատել եւ եթե մենք ուզում ենք չի կարելի 30 տարի վատ որտեղ մեր կոմերցիոն կինոն խոշոր հաշվով չի կարելի անվանել լավը, ինքը ցածր հումոր է, ինքը վատ ճաշակ է թելադրում մեծամասամբ, չեմ ուզում ասեմ բոլորը, բայց այդպես է եւ ինքը ձևավորում է այն հանդիսատեսը, որի հետ հետո դժվար է աշխատել, ձևավորել է, առավել եւս որ Կարենը ասում է, ես էլ չեմ զբաղվում քննադատությամբ, մենք չունենք այն կապող օղակը, որը կինոն առանձին եւ հանդիսատեսը կապում է իրար։ Իմիջիալից է շատ կապում է կամ տարանջատում։ Հա, հիմնականում կապում է։ Եթե չեմ սխալվում, ուրեմն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստեղծագործելու։ Թող ստեղծագործեն բոլորը, թող անեն բոլորը ֆիլմ, թող անեն ներկայացում, յուրաքանչյուրի իրավունք ունի։ Երկեն, բարեն, գրեն, յուրաքանչյուրը իրավունք ունի։ Եթե մենք այսպես ասած լայն մասսայական շուկայի, այսինքն mainstream-ի մասին ենք խոսում, եւ ոչ թե art house-ի։ Այո։ Ես իրավունք չունեմ ասելու, ես կարող եմ իմ ճաշակին համապատասխան որոշել, ես ուզում եմ այս կինոն նայել, թե չեմ ուզում։ Ես իրավունք չունեմ որևէ մեկին քննադատելու, ինչու ես դու արել, ինչու ես կինոն բարձրացել բեմ, ինչի ես դու ես երգը երգում, ինչի, որովհետև YouTube-ը լեգալիզացրել է ամեն ինչ։ YouTube-ում կարող ես երգել ցանկացած երգ, ես համաձայն եմ քո հետ, բայց Ֆրանսիան արտոնություններ է տալի ֆրանսիական, խնդիրը էլի եմ ասում, անձնական խնդրի որոշում, այսինքն կինոթատրոն գնացող ֆիլմի հետ անձերից Հրաշ ջան, դուրս գանք անձեր քո ճաշակից իմ ճաշակը դնենք մի կողմ։ Ֆրանսիան ունի արտոնություն ֆրանսիական ֆիլմերի համար, Նորվեգիան ունի արտոնություն նորվեգական, ամբողջ աշխարհում կան մեխանիզմներ, հիմա որակի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք
բանը ինչա գնում էկրան։ Այո, ինչա գնում եւ էկրան գնում է եւ լավը, եւ վատը, եւ միջինը, եւ շատ բան հանճարեղը, ամեն ինչ գնում է։ Ամեն ինչ կախված է հանդիսատեսից, ամեն ինչ կախված է ճաշակից, ամեն ինչ կախված է այն մարքեթինգային թիմից, ով որ աշխատում է այդ ֆիլմի առաջխաղացման վրա, ամեն ինչ դրանից է կախված։ Էլի կարող է շատ սուբյեկտիվ եւ կարող է մի քիչ էլ տենց բանը սենտիմենտալ օրինակ եմ բերում, բայց իմ դիտարկմամբ, ասենք Սպիլբերգը անհաջողություն չի ունեցել իր ողջ կարիերայի ընթացքում։ Ամերիկայում ուրիշ մեխանիզմ է, որովհետեւ բանը այդ կինոինդուստրիայի համակարգը այնուամենայնիվ արել է այնպես, որպեսզի Սպիլբերգը միշտ լինի հաջողակ։ Մարդը չի կարող անընդհատ հաջողակ լինել, չսխալվել, բայց միշտ կարող է իր կողքը կարող է լինեն համակարգը աշխատում է այնպես, որ Սպիլբերգը միշտ հաջողակ է ու մենք չունենք տենց, որովհետև հազար ներողություն պարոնեք, մենք այս երկրում արդեն 30 ավել տարի չենք ձևավորել, մենք չգիտենք Տիգրան Մանսուրյանից հետո մեր երկրի կոմպոզիտորը ով է։ Համար 1 կոմպոզիտորը ով է։ Չէ, համար 1-ը չէ։ Հա, առհասարակ։ Առհասարակ Տիգրան Մանսուրյանից հետո, քանի Տիգրան Մանսուրյանը ողջ է, առողջ է մեզ հետ է, Տիգրան Մանսուրյանի օրինակն եմ բերում։ Մենք չգիտենք Տիգրան Մանսուրյանից հետո հաջորդ կոմպոզիտորը ով է։ Դե իսկ ինչի ունենք, իսկ ինչի գիտենք այն ժամանակ, կարող ես ասել։ Որովհետև համակարգը աշխատում էր։ Բա իմ ասածը հենց դա է։ Եվ քեզ ասում էր, որ դու պետքա կարդաս սա, պետքա լսես սա, դիտես սա։ Հիմա, բայց այդ չմոռանանք իր ինչքան նաև վատ մինուսներ ուներ, էլի, այդ պիտի դիտես սա նայես, այսինքն մենք հիմա այդ հենց այդ պատմության հսկայական վերաիմաստավորման կարիք ունենք, որի պատճառներից մեկը հենց այդ դոգմատիկ, բայց դա պետքա, գիտեք, ինչ պետքա, ասենք Խորեն Լևոնյանին դա անհրաժեշտ է, որ ինքը դուրս գա բանդը, այսինքն ինքը դառնա ժամանակաշրջանի մասնիկը, չգիտեմ, բանը Մարջան Ավետիսյանին դա պետք է, որ ինքը հասկանա, որով ինքը այս երկրի հաջորդ լավագույն դերասանուհիների հնգյակում կա, թե Վարդուհի Վարդերեսյանով ամեն ինչ ավարտվեց։ Եվ կներես քեզ, այսինքն երբ որ մենք դրել ենք մի հատ սովետական շկալա, օքեյ, սովետներ մեղավոր։ Լավ, դա հասկացանք, մեղավոր էր։ Սովետը դրել էր շկալաներ եւ մենք ունեցել ենք մեծություններ, չէ։ Բան ենք, չէ, տենց աքսիոմատիկ է, որ Խորեն Աբրահամյանը մեծություն էր, Ֆրունզե Մկրտչյանը մեծություն էր, սա, բայց դե իրանք ռեալ մեծություններ էին, ենք եկել, եկեք մի հատ ստեղ էլ ասեք ով է, ստեղ էլ որ Instagram-ի բանով հետևորդների թվով չհասկանանք, սա լավագույնն է, թե լավագույնն։ Դե դրա համար պետք է արվեստով զբաղվել։ Որովհետև Instagram-ի բաները մենք այդ նույն բանի մասին ենք խոսում, հատկապես ինչի են կինոյով խոսում, որովհետև նույն Մանսուրյանը իր առաջնայինությունը, որովհետև կինոն, բացի այս որ կինոկոմպոզիտոր, կինոն հնարավորություն է տալի բոլոր արվեստների լավագույն ներկայացնել, լավագույնս դրսևորվել գրողներին, չէ, մենք ինչի 60-ական թվերին ինչի ունենք այդպես մեծ կինո։ Հրանտ Մաթեոսյան ունենք, հիմա ո՞ր է Հրանտ Մաթեոսյանը։ Մինաս ունենք եւ այլն։ Բայց այդ գլոբալ խնդիր է, այդ զուտ հայկական չի։ Իհարկե կարող ենք ասել, որ մեզ Հայաստանն է հետաքրքրում, բայց չէ, այն ժամանակ մեծ անունները առհասարակ, հիմա այդ մեծ անունների դեֆիցիտը կա, հիմա ասենք Էնյո Մարիկոնեից հետո ով է Չէ, ուզում եմ ասեմ, այդ մեծ, որ մենք ասում ենք, չէ՞, ժամանակային գրողները, հիմա եթե մենք այդ դիտարկումը անենք նաև աշխարհում, մենք կտեսնենք, որ այդ մեծ անունների դեֆիցիտը կա բայց բոլորը ուզում են հավասարվել, ասենք, Հանս Զիմերին եւ ստեղծվում են նոր անուններ, հիմա կարող է անունները չտան, որովհետեւ էլի այդենք Game of Thrones-ի կոմպոզիտորը դառնում է, այսպես ասած, official, այսինքն պաշտոնապես տենց հայտարարագրված բոլոր տեղերում կոմպոզիտոր, որովհետև ինքը իսկապես տաղանդավոր է, ինքը իսկապես մենք էլ ունենք, չէ, այդ կոմպոզիտորները, բայց հələ ես չգիտեմ, Արմեն Մարտիրոսյանը այդ բանն է, պաշտոնապես այն կոմպոզիտորն է, որ այս երկիրը ընդունում է։
Հայկոն է կոմպոզիտորն է, որին այդ ստատուսը ոնց ենք որոշել, էդ էլ է խորհրդային ժամանակ որ կար, չի ասեն գլխավոր ճարտարապետ, գլխավոր սրտաբան, գլխավորի մասին չի, ուզում ասեմ երկրի ընդունելը ոնց ենք էլի այդ ստատուսը շնորհվում։ Երկրի ընդունելը, չգիտեմ, այդ են մրցանակաբաշխություններն են, որը պետքա լինեն եւ պետքա լինեն իրանք այտենց մաքսիմալ տարի եղան։ Դե չէ, հենց դառնում են չանկար, արդեն չարմերամի։ Այստեղ խնդրեմը այն է, որ մենք միշտ էլի վերցնում ենք ծայրահեղությունը, կամ պետքա սովետի նման ասեն էսա, ով որ իշխանությանը մոտ է, կամ պետքա չունենան։ Հիմա մենք պետքա ամենամեծ խնդիրը դա է, հասկանում ես, ստապ գնահատականի խնդիրն է, այս անընդհատ այդ մասին եմ խոսում։ Ես մի բան հասկացա, որ մեր պացիենտը կենթանի է, բայց վիրահատության խնդիր ունի։ Եվ վիրահատության խնդիր ունի, հասկանում ենք, ով է վիրահատելու, մի քիչ լավ չենք հասկանում, որ հիվանդանոցում են վիրահատելու, ռեաբիլիտացիան որտեղ պետք է անցնի, ինչ դեղորյակ պետք է ընդունի, ոնց պիտի քնացնենք, հետո արթնացնենք, այսինքն հարցերը շատ են։ Պարզ է, որ մենք հայկական ֆիլմերը եւ հայկական ֆիլմերի ինդուստրիան չի կարելի համեմատել Հոլիվուդի հետ, չի կարելի համեմատել անգամ մեր հարևան Պարսկաստանի հետ, Իսլամական Հանրապետության հետ, որտեղ մասշտաբներն են այլը, մարդկանց քանակն է այլը, բյուջեները եւ այլն։ Բայց կան երկրներ, որոնց հետ մենք կարող ենք ոտ գցել եւ օրինակ Ուրուգվայը վերցնենք, օրինակ Ռումինիան վերցնենք։ Ուրուգվայի Պարագայում ամեն ինչ աշխատում է եւ միանգամից ամեն ինչ կոտրում է, որտեվ կամ Խորվաթիայի Պարագայում, որտեվ մենք ասում ենք, նայեք, Խորվաթիայում էլ է 3 միլիոն մարդ ապրում, Հայաստանում էլ է 3 միլիոն մարդ, Ուրուգվայում էլ է 3 միլիոն մարդ ապրում, Հայաստանում էլ։ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքական համեմատում ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հետ, Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականը համեմատում ենք։ Արդեն սկսում է չաշխատել։ Նրանց ֆուտբոլիստների քանակը, բասկետբոլիստների քանակը, նրանց ռեժիսորների քանակը, սցենարիստները ու հասկանում ես, որ ինչ որ բան փչացել է։ Միքայել Պողոսյանը հերոսներից մեկն էր, չէ՞, աս հայտնի ֆիլմում դասական արդեն դարձած, որ ինչ որ բան փչացել է այս աշխարհում։ Այ հիմա պետք է հասկանանք ինչն է փչացել եւ շատ կարեւոր է որ մարդիկ հանդիպեն, զրուցեն եւ հասկանան թե ինչն է խնդիրը, որն է ակունքը խնդիրի, ինչպես կարելի է փոխել, ինչ կարելի է անել։ Մենք փորձում ենք դա անել, դուք կարող եք դրանով այս ծրագրի հետևանքներով ձեր, այսպես ասած, գաղափարախոսությունը փոխել կամ ձեր մտքերը փոխել։ Կոմենտներում գրեք, կիսվեք, վիճեք մեզ հետ, ջղայնացեք մեր վրա, ասեք, որ ես սցենարիստ եմ, պարոն Քեշիշյան, խնդրում եմ ինձ ձեր մեյլը ուղարկեք, ես ձեզ կուղարկեմ։ Հովանես, ինչ ֆիլմ եք նկարում, ես պատրաստ եմ ձեզ մոտ աշխատել։ Կարեն, մենք այս ֆիլմը նկարել ենք, ուզում ենք Ոսկե ծիրանին մասնակցել։ Դուք էլ պետք է լինեք մի քիչ ակտիվ։ Ինձ համար ամենամեծ ցավը այս ինդուստրիայի մեջ նա է, որ մենք ոչ թե ծայրահեղական ենք շատ դեպքերում, այլ ցավոք սրտի մենք շատ դեպքերում անտարբեր ենք։ Ասում ենք, որ վատ ֆիլմեր են նկարում, ես իմ երեխաներին խորհուրդ չեմ տալ այդ ֆիլմերը դիտելու, ասում երեխեք, հիմա լավ ամերիկյան կամ ֆրանսիական ֆիլմ կգա, կգնանք կդիտենք։ Լսում են ինչ չեն լսում, դա էլ մի կողմ դրած, բայց ես անտարբեր եմ։ Իսկ երբ որ ես փորձեմ ինչ որ բան փոխել, այ երևի այդ պահից սկսած ինչ որ բան կսկսի փոխվել։ Ես ցավում եմ մենակ որ մենք մի քիչ խոսացինք Ոսկե ծիրանի մասին, որպես հորդոր Կարենին ես թարգում եմ պրոֆեսիոնալ Պոստսկրիպտում, հա, որովհետև այդ ինդուստրիայի մի մասը ու շատ կարևոր մասը այդ փառատոնն է։ Ես Կարենին ուղղակի հորդորում եմ, ինքը իհարկե կասի մենք այդ անում ենք, բայց հայկական կինոյին, հայկական արտադրողներին եւ խաղարկային կինոյին, որովհետեւ խաղարկային կինոն հիմա շատ մարգինալիզացված է, շատ բան տվել է դոկումենտալ կինոյին, այնտենց է ստացվել, այդ չենք քննարկում։ Հայկական կինոյին նայել ոչ թե 18 օբյեկտիվով, այլ 100 օբյեկտիվով։ Ավելի խոշորացված նայել, ավելի մոտ սեր չփումների գնալ ու այդ հարթակը սարքել հնարավորություն, որ հայկական կինոն կարողանա ծիրանի միջոցով դուրս գա միջազգային փառատոնային։ Համոզված եմ, որ Կարենը կունենա իր արգումենտները, բայց ես օրինակ որպես մարդ, որը որ գնում է փառատոն կողքից դիտում է կամ մասնակցում է որպես մարդ, որը որ եթերում կարող է ինչ-որ բան պատմի, հյուրեր հրավիրի կամ ուղակի գնա եւ դիտի, չէ ուզենա որ այդպիսի տարանջատում լիներ, որովհետեւ ինձ համար շատ ավելի կարեւոր է որ հայկական ֆիլմը այնքան որակ ունենա, որ Ոսկե ծիրանը եւ մնացած բոլոր ծիրանները գան ասեն տղեկ, այդ ֆիլմը տվեք մենք ցույց տանք, խնդրում եմ։ Համաձայն եմ, դրան պիտի հասնենք դենց։ Դա ամբողջ հաղորդումը այդ մասին է։ Ստողեցի Կարենը պատասխանը, կպատասխանի եթերից հետո, բայց համոզված եմ, որ նա ինձ հետ համաձայն է։ Չէ՞ որ ես եմ այս հաղորդման հեղինակը եւ ղեկավարը։ Այսօր այսքանը կհանդիպենք։
Մերսի շատ։ Ապրեք, մերսի։ Նկարում ես։ Լսի դե իրականում